Տիկին Դանիելյան, վարչապետ Կարեն Կարապետյանը օրերս հանդիպել է Global Reserves Management ընկերության գործադիր տնօրենի հետ եւ միասին քննարկել են Հայաստանում աղբի վերամշակման գործարանի կառուցման ներդրումային ծրագրի, այսպես իրականացման հնարավորություններն ու հետագա քայլերը։ Վարչապետը նշել է, որ թափոնների կառավարման ոլորտում կառավարությունը ունի հստակ ռազմավարություն եւ հետեւողականորեն իրականացնելու է այն։ Հանդիպման հետ կապված այլ մանրամասներ կառավարությունից չեն հաղորդում, ասելով, որ սա խիստ նախնական պայմանավորվածություն է։ Այս կուզենամ մենք մի փոքր խոսենք Հայաստանում այդ աղբի վերամշակման, աղբահանության խնդրի մասին, քանի որ ինչպես տեսնում ենք, այն այսպես ռազմավարական, նշանակության լուրջ խնդիր է արդեն դարձել մեզանում։ Այս շրջակա միջավայրի պահպանման հարցում մենք ինչ խնդիրների առջև ենք կանգնած ձեր գնահատմամբ, туриզմի զարգացման մասին ենք շատ այսպես սիրում հայտարարել, բայց արդյոք հնարավոր է նման իրավիճակում, նման շրջակա միջավայրով զարգացնել туриզմը Հայաստանում։ Աղբահանության, աղբավերամշակման եւ աղբի հորման հարցերով ոլորտում մենք երևի ամենահետամնաց երկրների շարքում ենք, որովհետև ինչքան որ աշխարհում տեսել եմ, այսքան աղտոտված երկիր, որ աչքի առաջ է ուղակի աղբը եւ չվերամշակող եւ այդ խնդրին կարեւորություն չտվող երկիր, ճիշտն ասած, ես չեմ տեսել, նույնիսկ Աֆրիկայում։ Եվ այս առումով խնդիրը վաղուց հասունացել է, վաղուց մենք այդ հարցերը բարձրացրել ենք, միշտ ականջի հետև է մնացել, ես շատ գոհ եմ, որ կառավարությունը հիմա այդ հարցով հետաքրքրված է եւ փորձում է լուծել։ Իհարկե հեշտ չի, որտեվ շատ խորացել է խնդիրը։ Փաստորեն, եթե դուք անցնում եք ճանապարհներով, դուք տեսնում եք ամեն քաղաք է փոքրիկ կամ գյուղ է, նա քեզ դիմավորում է աղբով եւ ոչ միայն աղբով, ուղղակի չվերահսկվող աղբի մեծ քանակներով, եւ քեզ հետո ստեսություն է ասում դարձյալ այդ պատկերով։ Բավական է օրինակ մի հատ փորձեք Թիֆլիսից եկեք Երևան մեքենայով։ Գալիս ես Վրաստանի ճանապարհով, ճանապարհները մաքուր, կանաչ, մոտենում ես Հայաստանին, հենց մտնում ես արդեն Հայաստան, առաջինը ինչ որ տեսնում ես դա աղբն է։ Դա ուղղակի մեծ խայտառակություն է եւ այն պարագայում, որ մենք խոսում ենք անընդհատ, բացի որ դա մեզ համար է կարեւոր եւ շատ կարեւոր է եւ նաեւ մեր առողջության համար է կարեւոր, բացի շրջակա միջավայրի իրավիճակից, դա նաեւ եթե մենք туриզմ ենք ուզում զարգացնել, դա մեր ամոթի, այսպես կենտրոնացած ամոթն է մեր։ Եվ ես ասել եմ, որ իմ ամենաամոթալի օրերը կապված են հենց աղբի հետ, հյուրեր ունեինք, հենց եվրոպական ամենահայտնի էկոլոգներն էին եկել այստեղ եւ խնդրել էին մեզ ցույց տալ Հայաստանի ուրեմն ամենահետաքրքիր վայրերը եւ տարել էինք մենք մեր ամենամշակույթի եւ բնության հուշարձանները ամենակարևոր առաջինը ինչ այդ մարդիկ անում էին, որ մոտենում էինք ցելոֆանը վերցնում էին, աղբը սկսում էին հավաքել։ Խայտառակ եղան կավեսկականից աշխարհում մեկ։ Եվ շատ կարևոր է նախաձեռնությունը, ճանապարհները շատ տարբեր են, երկրները տարբեր ճանապարհներով են գնացել, այն ինչ որ հիմա մշակվել է այդ ծրագիրը տարածքային կառավարման նախարարության եւ Ասիական բանկի աջակցությամբ եւ փորձագետների խմբի հետ ընդունելի է։ Պարզապես բավականին դժվար է իրագործել, որովհետեւ 5 մեծ աղբավայր պետք է այդտեղ հավաքվի ամբողջ Հայաստանից աղբը, որպեսզի քանակը բավարարի, որ վերամշակող գործարաններ սկսեն աշխատել։ Արդյոք մեր էկոլոգիական մշակույթը այնպիսին կլինի, սկսած են ամենահասարակ մեր քաղաքացուց մինչև ամենավերին կառավարման օղակը, որ մենք կարողանանք դա իրականացնել, որտեղ դա իրոք էկոլոգիական մշակույթի խնդիր է, դա էկոլոգիական կրթության խնդիր է։
Մենք չունենք ենթակառուցվածքներ Տիկին Դանիելյան կամ եթե ունենք դրանք համենայն դեպս բավարար չեն եւ այս պարագայում մենք խոսեցինք արդեն որ նման պատկերով туриզմ զարգացնելը համենայն դեպս ամոթ է որքանով է հնարավոր այս ներդրումային ծրագրի իրականացումը աղբի թափոնների վերամշակման գործարանի կառուցումը մեզանում նման հանգամանքները հաշվի առնելով աչքի առաջ ունենալով Գիտեք առաջի փուլը միշտ դժվար է որտեվ գումարը պետք է ներդրվի հետո ի վերջո եթե գործը ճիշտ կազմակերպվի, դա նաև բիզնես է, որը օգուտ է բերում։ Հիմա նույն պատկերը մենք ունենք Երևանի աղբավայրում, ընտանիքներով մարդիկ այդ աղբի մեջ ցավում եմ շատ է, բայց ապրում են ուղակի, եւ այդ ահավոր սանիտարահիգիենիկ պայմաններում տարանջատում են աղբը, եւ հետո մեքենաները գալիս տանում են։ Դա ուղակի ոչ լեգալ բիզնես է։ Ուրեմն շահավետ է, բայց սկիզբը իհարկե բավականին դժվար է։ Այստեղ գիտեք հարց է միշտ բարձանում, մենք Սփյուռքի հետ միշտ ասում ենք, բայց որ չի կարելի Սփյուռքին դիտել որպես կթուկով, բայց եթե խնդիր ես դնում, որ Սփյուռքը տեսնում է, որ դա իրոք երկրին անհրաժեշտ խնդիր է եւ ի վերջո դառնում է շահավետ բիզնես, Ես կարծում եմ, որ Սփյուռքի աջակցությունը պետք է այստեղ լինի, ուղղակի բոլոր կոռուպցիոն ռիսկերը պետք է անպայման չեզոքացնել, որպեսզի դրանք չլինեն։ Իսկ туриզմի հետ կապված туриզմի համաշխարհային կազմակերպությունը հարցում էր անցկացրել հենց այն մարդկանց շրջանակներում, որոնք շատ են զբաղվում туриզմով։ Եվ հարցերը այսպիսին էր, ինչպես է գնահատում երկրի լանդշաֆտները, բնական հուշարձանները։ Հաջորդ հարցը ինչպես է գնահատում երկրի պատմամշակութային ժառանգությունը։ Եվ երրորդ հարցը շրջակա միջավայրի վիճակը։ Եվ գիտեք, այնպես ցուցանիշ էր, որ Հայաստանը առաջի երկրորդ հարցերում առաջի տասնյակում էր եւ բավականին առաջ, այսինքն եւ բնության պատկերը, հուշարձանները եւ պատմամշակութային ընտիր են, լավագույնն են, բայց շրջակա միջավայրի վիճակը մենք վերջի տասնյակում էինք։ Այսինքն սա նաև տնտեսական արդյունք կարող է տալ։ Միայն թե իրոք քաղաքական կամք լինի եւ սա իրականացվի այնպես, ինչպես նախատեսվում է։ Տեսեք, սա առաջին անգամը չէ, որ Հայաստանում խոսվում է աղբի վերամշակման գործարանի կառուցման մասին, որովհետև կարող ենք հիշել, որ մի քանի տարի առաջ էլ ճապոնական ընկերությունների հետ էր բանակցում Հայաստանի կառավարությունը նմանատիպ գործարան կառուցելու համար, սակայն չգիտես ինչու այդ գործընթացը այսպես ավարտին չհասցվեց եւ հիմա նորից խոսում ենք այսպիսի գործարան կառուցելու կարեւորության մասին։ Նախ ինչու այն ժամանակ այսպես մերժվեց ճապոնական ընկերության առաջարկը եւ հիմա ինչ երաշխիք կա, որ այս ընկերության հետ քննարկումները այսպես արդյունավետ ավարտ կունենան եւ ի վերջո Հայաստանում այդ գործարանը կկառուցվի։ Նախ դեռևս սովետական տարիների վերջի տասնամյակում դարձյալ վերամշակման գործարան նախագծվել էր արդեն սկսել էին կառուցել, բայց պարզվեց, որ տեղանքը սխալ էր ընտրված սողանքի տեղեր եւ հարցը փակվեց։ Ճապոնացիների հետ կապված այն ինչ որ ես տեղյակ եմ։ Խոսքը ոչ թե վերամշակման գործարանի մասին էր, այլ արդեն եղած աղբավայրը, որտեղ միշտ գազեր են առաջանում, հատկապես մեթալ գազ է առաջանում, եւ նախ վտանգավոր է պայթյունավտանգ է, երկրորդը հրդեհավտանգ է եւ բացի դրանից այդ արտանետումները ուրեմն ջերմոցային գազերի շարքում են եւ կլիմայի փոփոխության առումով վնասակար են։ Եվ հենց կլիմայի փոփոխության կոնվենցիայի շրջանակներում, Կիոտոյի արձանագրության շրջանակներում ճապոնացիները առաջարկել էին գալ այստեղ այդ ցանցը ուրեմն ստեղծել, աղբավայրի ստորին հատվածում ցանց է ստեղծվում, որ գազը հավաքվում է ինչ-որ մի տեղ կոնկրետ եւ այնտեղ այրվում եւ վերափոխվում ուրեմն էներգիայի եւ կարելի է էլեկտրոէներգիա ստանալ։ Գիտեք, ես որ ասում եմ, իմ ամենաամոթալի օրերն են դա էլ է այդպես այդ շարքում Ուրեմն ճապոնացիները մենք անընդհատ լսում էինք, որ համատեղ աշխատանքը գնում է, շուտով կլինի, բայց ինչ-որ խոչընդոտներ կան։ Եվ հանկարծ զանգ եղավ, որ ճապոնացիները ուզում են ինձ հետ հանդիպել, եկան ինձ մոտ համալսարան
Եվ սկսեցին ինձ համոզել, որ իրենց ծրագիրը շատ լավն է, օգտակար է եւ էկոլոգիական տեսանկյունից եւ տնտեսական, ես չէի կասկածում եւ զարմանում էի, թե ինչու են այդպես ինձ համոզում եւ Պարզվեց հետեւյալը 50 անգամ Ճապոնիայի պատվիրակությունը եկել է Երևան, հետ է գնացել ձեռնունայն։ Հողատկացումը չի իրականացվել, չնայած նախնական պայմանավորվածությունը վաղուց եղել է։ Եվ ստացվում էր այնպես, որ ճապոնացիները իրենց միջազգային պարտավորությունը, որի մասին հայտարարել են կոնվենցիայի շրջանակներում, իրենք չեն իրականացնում։ Եվ դա իրենց համար մեծ մինուս էր։ Հիմա ինչու չեն անում, բացատրություն այդպես էլ չէին տալիս ճապոնացիներին, այս հարցը, այն հարցը եւ այլն, եւ հետաքրքիրն այն է, որ հետո այդ ընթացքում էկոնոմիկայի նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ այդ անիրավ ճապոնացիները ուզում են մոնոպոլիզացնել մեր գյուզալ աղբան, որ ուրեմն խնդիր կա, որ միգուցե մենք շատ ավելի լավ առաջարկ կունենանք, քան ճապոնական։ Իհարկե ոչ մի ավելի լավ առաջարկ մենք չունեցանք, բայց ճապոնացիները իրենց հետ բերել էին նամակ իրենց արտգործնախարարությունից եւ համասանից հետո պետք է գնային հենց արտգործնախարարություն այդ նամակը հանձնելու, որտեղ գրված էր, որ եթե այս անգամ էլ հողատկացումը չիրականացվի, Ճապոնիայի կառավարությունը անվստահություն կհայտնի Հայաստանի կառավարությանը։ Դրանից հետո նոր տարածքը հանձնվեց, բայց 30 հեկտարի փոխարեն տվեցին 6 թե 7 հեկտար եւ դա բավարար չի էլեկտրոէներգիա ստանալու համար։ Եվ ուղղակի հիմա գազը հավաքվում է ու այրվում է։ Ես կարծում եմ, թե ինչու ճապոնացիներին մերրեցին, որ չխանգարեն այն բիզնեսին, որի մասին մենք հիմա խոսեցինք։ Եթե Հայաստանը պիտի շարունակի ուղղակի այս կոռուպցիոն ճանապարհը, մի խումբ մարդկանց գերհարստանալու ճանապարհը ի վնաս երկրի շահերին, ուրեմն չի իրականացվի, բայց ես հույս ունեմ, որ դա այդպես չի լինի, որովհետև մենք այդ սահմանին ենք հասել, երբ ուղղակի ազգային անվտանգությունն է վտանգված։ Եվ ես հույս ունեմ, որ համենայն դեպս խելքներս գլուխներս կհավաքենք եւ կհասկանանք, որ այդ պիտակը մեր ճակատին ամենափնթի, ամենաաղտոտված երկիր, մենք ի վերջո կհանենք այդ պիտակը։ Տիկին Դանիելյան, տեսեք նաև կառավարությունը նախաձեռնել է նոր աղբավայրերի կառուցում եւ հների փակում, ինչի հետևանքով չի բացառվում, որ Հայաստանում աղբահանության վարձը կարող է կրկնապատկվել եւ տեսեք սրա մասին խոսել է նաև տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության համապատասխան այդ վարչության ներկայացուցիչները եւ ասել են, որ այժմ վճարվող այդ 200 դրամանոց սակագին այդ ամբողջ աղբահանության, աղբահավաքման այդ գործընթացը ավարտին հասցնելու համար բավականին մաչելի է եւ հնարավոր է, որ թանկանա սրա արդյունքում, այսինքն պետք է խոսենք ավելի բարձր սակագների մասին։ Հայաստանում կա 2000-ից ավել աղբավայր, եթե չեմ սխալվում, բայց դրանցից ոչ մեկը ըստ նախարարության ներկայացուցիչների արտոնագրված չեն եւ աղբավայրի համար նախատեսված չափանիշներին չեն համապատասխանում։ Այ կուզենամ սրա հետ կապված խոսենք եւ նաեւ հատկապես ուշադրություն դարձնենք այդ սակագնի թանկացմանը։ Արդյոք որ մեր շրջակա միջավայրը այսքան աղտոտ է, պատճառներից մեկը նաև այդ քիչ սակագինն է եւ որքանով կարող է այդ թանկացումը հիմնավոր լինել ձեր գնահատմամբ։ Գիտեք, մեզ մոտ իրոք գինը ցածր է, երբ համատում ես շատ երկրների հետ, բայց արդյոք դա կօգնի, ես չգիտեմ, որտեվ հիմնական հարցը իրոք այդ ամբողջ համակարգը կարգի բերելն է, եթե դրա համար պետք է բարձրացնել, բայց պետք է նաև հաշվի առնել սոցիալական վիճակը մեր ժողովրդի, դա լուրջ խնդիր է։ Եթե զուգահեռ կարողանանք իրոք այն տնտեսական ծրագրերը, աշխատատեղերի ստեղծումը, սոցիալական խնդիրների լուծումը, եթե կառավարությունը դա կարողանա իրականացնել, ապա մի փոքր, բայց ոչ կրկնակի, մի փոքր բարձրացումը միգուցե կարելի է թույլ տալ։ Բայց այսօրվա պարագայում, երբ մենք ունենք ահավոր արտագաղթ եւ հիմնական պատճառը հենց աշխատատեղերի բացակայությունն է, սոցիալական ծանր վիճակն է, անարդարությունն է, ես կարծում եմ դա լրացուցիչ հարված կլինի։
անվերահսկելի աղբավայրերը պետք է փակվեն, պետք է հնարավորինս իզոլացվեն շրջակա միջավայրից, օրինակ մենք խոսում ենք այն հարցերի շուրջ, որ աչքի համար տեսանելի է, բայց այդ բոլոր աղբավայրերում ֆիլտրատ է, անձրևները գալիս են, այնտեղ ռեակցիաներ են քիմիական տեղի ունենում եւ թունավոր ֆիլտրատ է առաջանում, որը ի վերջո մտնում է մեր գետերը կամ ավելի շատ գալիս է ստորգետնյա ջրերին, որից նաև մենք օգտվում ենք եւ խմելու ջրի համար, եւ ոռոգման համար, եւ նրանք նաև սնում են մեր գետերը եւ այլն։ Այնպես որ խնդիրները իրոք շատ են եւ պետք է դրանք փակվեն, բայց ոչ թե ուղղակի փակվեն, այլ իզոլացվեն շրջակա միջավայրից։ Բայց նաև ես պետք է ասեմ, որ մարդկանց էկոլոգիական մշակույթը շատ կարեւոր է, հեռուստահաղորդումներ, ռադիոհաղորդումներ եւ այստեղ լրագրողների աջակցությունը շատ կարեւոր է, որ մարդը հասկանա, որ հենց որ ինքը վնասում է բնությանը, նա ինքն իրեն է վնասում։ Տարբեր ճանապարհներով ի վերջո դա վերադառնում է իրեն երեխաներին։ Տեսեք, մենք շատ ենք տեսնում նաև Երևանի տարբեր վարչական շրջաններում, տարբեր փողոցներում, որտեղ աղբ է բավականին շատ, այսպես կուտակված եւ նույնիսկ ամառվա այս տապին այն չի մաքրում, ինչը այդ գարշահոտությունն է ստեղծում, ոչ հիգիենիկ վիճակն է նաև ստեղծում թե զբոսնողների համար, թե տվյալ տարածքում ապրող բնակիչների համար։ Քաղաքապետարանից միշտ պատճառաբանում են, որ այսպես հատուկ ընկերություն կա դրանով զբաղվող, իրենց պետք է դիմեն, նրանք էլ ասում են, որ պատշաճ իրենց գործառույթը իրականացնում են, սակայն ունենք փաստ, որ իրականում այդքան էլ մաքուր չէ նաև հենց ինքը Երևանը տարբեր փողոցները։ Մեր հասարակությունը, մեր բնակչությունը այդքան էլ չի սիրում մաքուր պահել իր շրջակա միջավայրը։ Գուցե կրթական այդ ցածր ցենզից է, որ չեն սիրում նույնիսկ իրենց շուրջը մաքուր, կոկիկ պահել։ Եվ մաքուր է այնտեղը, որտեղ եւ չեն թափում, եւ մաքրում են։ Բավական է, խնդրեմ, մանկական հրապարակ է։ Խնդրեմ, աղբամանը կա։ Հիմա տեսեք, ինչքան սիգարետի մնացորդներ են թափված այստեղ։ Սա ինչ խնդիր է, 2 քայլ անցնել եւ թափել, այստեղ մի հատ էլ աղբաման այս կողմը կա։ Սա եւ մեր սարսափելի ցածր էկոլոգիական մշակույթն է եւ իհարկե չնայած կարծում եմ սանիտեկին գալուց հետո համենայն դեպս քիչ թե շատ բարելավեց վիճակը քաղաքում, բայց էլի համաձայն եմ, որ անբավարար է, այնպես որ երկուստեք խնդիրը պետք է լուծել, ասեմ, որ էկոլոգիական մշակույթի ձևավորման հարցում շատ կարևոր դեր ունի դպրոցը, բացի ռադիոհեռուստատեսություն մամուլ, եւ այստեղ մենք կոնֆլիկտի մեջ ենք կրթության գիտության նախարարության հետ, որը որ անկախության տարիների ընթացքում բացարձակ հակաէկոլոգիական դիրքորոշում է դրսևորում։ Մեզ ոչ մի կերպ չի հաջողվում դպրոց ներառել, ներմուծել էկոլոգիայի եւ կայուն զարգացման սկզբունքներ, ճիշտ է վերջերս հաստատել են մեր ծրագիրը, մեր եւ մանկավարժական համալսարանի եւ կրթության ազգային ինստիտուտի հետ միասին մշակել ենք մի փոքր ծրագիր, հաստատել են դա, բայց որպես ֆակուլտատիվ, այսինքն այն ժամերի հաշվին, որ դպրոցը ազատ է ընտրել, իսկ որպես պարտադիր առարկա ոչ։